Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Արցախի վերածնունդ շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանին։ Բարև ձեզ, պարոն Իսրայելյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Սիրով։ Պարոն Իսրայելյան, նախորդին անհետ կորած զինծառայողների ծնողները, մի շարք քաղաքական հանրային գործիչներ, այդ թվում դուք, ազգային ժողովի դիմաց ակցիա իրականացրեցիք, պահանջով, որ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հանրայնացվի։ Դուք նաև նամակներ փոխանցեցիք ազգային ժողովի խմբակցություններին, հաշվի առնելով, որ մի քանի տարի է անհետ կորած զինծառայողների ծնողները ինչ-որ պահանջներով դիմում են այս իշխանությանը, սակայն ապարդյուն, ինչ արդյունքի եք սպասում ակնկալում այս դեպքում։ Այո, ցավալի հարց է, ինքը այդ ցավը ավելի է կրկնապատկվում, որ երկար ժամանակ ոչ մի բան էլ չբացահայտվեց, ոչ մի հստակ պատասխաններ այդ ծնողները չստացան այդ ընթացքում ու այդ ծնողների մեջ արդեն լրիվ ուրիշ տրամաբանություն, ուրիշ տրամադրություն է արտնացել այդ հարցի հստակ պատասխանները ստանալու համար։ Դրանք այն հանգամանքներն են, որ այդ ժամանակահատվածում, որ ձևակերպվել է այդ հանձնաժողովը, տվել է ահագին խոստումներ, հաշվի առնելով, որ հստակ պատասխաններ տալու ժամանակապետք ու ձևակերպման այդ ընթացքում տարբեր ներկայացուցիչներ, տարբեր պատասխանատու թե զինվորականների հետ կապված, թե ընդհանուր քաղաքացիական այդ ժամանակի հետ կապված ներկայացուցիչներին կհարցաքննեն, այդ հարցաքննության ընթացքում կպարզաբանեն ավելի լուրջ, ավելի մեծ, որ ասում է բաներ, սկզբունքների պատասխաններ ու դրա հիման վրա էլ կորոշվի ընթացքում արդեն ում պատասխանատվության կենթարկեն, այն ինչ բանը, այն ինչ հանրությունը, հասարակությունը սպասում էր այդ պատասխաններին։ Ուրեմն սրանց մոտ ինչ բան էլի բացահայտվեց։ Սրանց նմանատիպ իրենց կերպարների խաղալի այդ խաղացման ձևակերպումը։ Ես գիտեմ, թե իրենք ամեն մեկը ներկա իշխանության գտնվող ղեկավարները բոլորն էլ գիտեն ով է պատասխանատու, ով է մեղք գործել, ով է այդ մեղքի մեջ դավաճանություն իրականացրել կամ էլ համագործակցել, ես այս խոսքից չեմ բանանում, համագործակցել ադրբեջանական, թուրքական այդ սրիկաների հետ, որ դրա բանում էլ, որ ասում արդյունքները մեր ստացել ենք, այս ցավալի բաներ իրավիճակում են հայտնվել այդ ժողովուրդը։ Ինչի համար եմ դա կոնկրետ հստակ մեկնաբանում, որովհետև երկրի ղեկավարությունը երկրի ղեկավար ներկայացուցիչները, անձամբ մի քանի ներկայացուցիչներ, որոնց որոշումների հիման վրա է եղել այդ հրահանգը պատերազմի, որոնց որոշումների կամ այդ ընթացքում ամենապատասխանատու համար մեկ մարդիկն են եղել, իրենց մեծ փայ պատասխանատվության բանով փորձում են հանրությանը նորից մոլորեցնել, ձգձգելով ու այս իրավիճակն էլ մենք այսօր որ ականատես ենք, որ այդ հարցը եկել ենք կոնկրետ բարձրաձայնել, այդ բանն է դրդել մեզ, որ գնանք համատեղ միասին անհետ կորածների ծնողների հետ միասին, որ ասում է, բացի անհետ կորածների ծնողների հարցը մենակ անհետ կորածների հետ կապված չի, այնտեղ եթե նկատել եք, մենք բարձրաձայնել ենք Արցախի կործանման, պարտության պատճառները, որի հիման վրա էլ եղել է մնացած այդ բաները, այդ հանգամանքների իրավիճակում հայտնվել են այդ մարդիկ։ Ստեղ մենք ունենք արդեն լուրջ խնդիրներ պետական մակարդակով, ստեղ ունենք մեկ լուրջ ճնշման կամ դիմադրության խոսքի ոչ ցանկալի բացահայտման այդ կարգավիճակը, այդ հարցի պատասխանները պետական մակարդակի թե կառույցների հետ, թե անձերի հետ։ Ու նորից եմ ասում, այս կարևորացած այս բանը ակցիան բողոքի պահանջը ձևակերպումով սա միջև ընտրությունների պիտի հարցի լուծումներից հարցի պատասխանները լինի, որովհետև մենք սրանց գալու իշխանության ունեցել ենք 4 հատ պատերազմ, 4 պատերազմի ընթացքում սրանք միշտ արդարացրել են իրենց կերպարները, որ բոլորը մեղավոր են բացի իրենցից, ընթացքում բայց տալով տարբեր խոստումներ, տարբեր մարդկանց խոսքի այն ցավոտ տեղերը իմանալով խոստումներ հույս ու հավատ, այդ ընթացքում իրենք էլի իրենց խոստումները չեն կատարել, չեն իրականացրել, այսօրվա պարագայում են մեր գնալով ընտրությունների,
թող ժողովուրդը հանրությունը որ ասում ավելի լավ գիտակցի ինչ մարդկանց հետ պիտի գնանք մենք ընտրության, ինչ մարդկանց ենք ուզում մենք վաղը տեսնենք երկրի գլխին որպես ղեկավար ու ինչի ենք մենք այսօրվա իրավիճակում հայտնվել ում պատճառով, ինչի պատճառով։ Այսօրվա մեր խնդիրը, մեր հարցը այս ակցիայի հետ կապված առաջնայինը դա է, պարզաբանելու ու մենք այդ հարցի կարևորությունը դեռ ժամկետային բաներ կա, որ մեզ կարող է ներկայացնեն, որ շաբաթվա, մի ամսուկեսվա, մենք դրան չենք հանդուրժում, մենք դրան չենք ընդունում, որովհետև ունեցել են բոլոր այդ ժամանակները իրենք, այդ ժամանակները տրամադրված եղել է որ ասում բավարար այդ հարցի պատասխանները տալու։ Այսօր մենք արդեն այս ընթացքում այդ ակցիայի այդ բաները, այդ նամակները փոխանցելու այդ ակցիայի ընթացքում տարբեր տեղերից տարբեր արդեն արձագանքներ ենք ստացել շահագրգռվածություն, որ ֆրակցիաների կողմից պատգամավորների ու տարբեր հասարակական դաշտում գտնվող ներկայացուցիչների կողմից աջակցելու իրական այդ հարցի լուծումը պատասխանները ստանալու համար ես գիտեմ թե հանրության մեջ մեծամասնությունը շահագրգռված է իր այդ պատերազմի հետ կապված թե Արցախի կործանումն է, թե անհետ կորածներին, ընդհանրապես այդ լուրջ կարևոր հարցերը բացահայտելու, հաշվի առնելու, որ միջև օրս բոլորը իրար նկատմամբ անվանում են դավաճաններ, ամեն մեկը մեկին ասում է դու ես դավաճան, մեկ էլ եկել եք այդ բանից դժուժված ժողովուրդը, ասում եք դե եկեք միասին մեկ էլ ձեր հետ միասին մի հատ պարզաբանեք դավաճանները ով են, մեկ էլ միասին կպատժենք։ Որ ասում այդ բանը այդ իրավիճակում հայտնված այդ ում մեղքով է եղել, ինչ հանգամանքներով է եղել։ Հանրությունը, հասարակությունը պատրաստ է մեր արժանապատվության, մեր որ ասում ազգային պատկանելիության հետ կապված, ընդհանրապես այն կարևոր սրբ սկզբունքների հետ կապված մենք պատրաստ ենք բոլորս էլ այդ հարցերի պատասխանները ստանալու համար։ Այս երկու բառով այդ բայց ահագին բաներ կա, որ ընթացքում մենք արդեն դա աշխատանքներ իրականացման ընթացքում կպարզաբանենք։ Պարոն Իսրայելյան, օրերս Նիկոլ Փաշինյանն ինչպես իրենք են ասում, իրենց ներքին քարոզարշավի ժամանակ վեճի բռնվեց արցախցի կնոջ Արմինե Մոսյանի հետ եւ նրա մանկահասակ երեխայի ներկայությամբ նրան եւ արցախցիներին անվանեց փախածներ։ Ինչու Փաշինյանին չհաջողվեց զսպել իրեն, քանի որ նա ամեն առիթով արցախցիներին անվանում է քույրեր եւ եղբայրներ եւ առհասարակ նրա այս հայտարարությունը որքանով է տեղավորվում բարոյականության սահմաններում։ Ես այդ հարցի շուրջ այդ օրվանից այդ միջադեպը, որ ես տեսել եմ, ականատես եմ եղել, ես մի քանի անգամ արձագանքել եմ դրա հիման վրա, թե որպես երկրի վարչապետ իր պահվածքը, թե որպես տղամարդ իր պահվածքը կնոջ նկատմամբ երեխու ներկայությամբ բոլորս ու ինքն էլ ստացել է այդ պատասխանը հասարակության բավարար պատասխան քննադատության դատապարտելու խոսքի իմաստով անդրադառնալով նորից այդ հարցին ես մի քիչ ուրիշ կողմից կգամ այդ մարդը իր գալով իշխանության որ ընդհանրապես ինքը որ իր ով լինելն է, թե ընդհանրապես իր քաղաքական դաշտում ներգրավվածության կարևոր թեզերն է, միշտ եղել է Արցախ բառը, արցախցիներ, Արցախ բառը, Արցախի ժողովրդի ինքնորոշումը հպարտանալու առիթով միշտ առաջնորդվել է իր քարոզարշավներում միշտ օգտագործել է այդ բառը, այդ բառակապակցությունը, չէ՞։ Հիմա այդ մարդը այսօր քննադատում է կամ այդ մարդկանց վրա մատա թափ տալիս, ում անունով եկել է իշխանության ում արյունով ինքը ինքնանպատակներ է իրականացրել։ Ստեղ կա հարցի ուրիշ կողմը, բացի բարոյականից, սրիկայության կողմը կա։ Ստեղ ամմարտկային վերաբերմունք կա։ Այսօր այն աղջկա տեղը մենք 150,000 փախստականն եմ ես հաշվում։ Այն աղջկա տեղը նստած դուրս է եկել բոլորիս վրա մատա թափ տալիս։ Բոլորիս էլ քննադատում է, բոլորիս էլ փախածներ, այս մեկ եմ ուսը։ Եթե մենք փախածներ ենք, դու խի ես քո խոստումներիդ խուսափել։ Փախածով է։ Դու խուսափել ես փախել քո խոստումներիդ Արցախը Հայաստանա ու վերջ։ Արցախցիների ինքնորոշման հարցը, արցախցիների որ այդ հայ ազգի հետ միասնական համախմբված ուժով ազատագրել են մի հատ պատմական թշնամու, որ ասում է քիթմռութու ջարդելով։ Դու այսօր եկել ես դա կասկածանքի տեղ ես դնում քո պարտության հիման վրա։
Դու այսօր եկել ես այդքանը սաղ ուզում ես բանի տակ գցես, որ ասում փակես այդ հարցը կամ արցախցիներին ճնշես կամ արցախցիներին ինչ որ մեղադրես կոպտ գրած պարտությունով։ Դա անընդունելի բան է ու ես գիտեմ թե այսօրվա պարագայում ոչ թե Նիկոլ Փաշինյանը ով է։ Ով է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը այսօր խափելով սուտ թեզերով եկած իշխանության գլուխ ներկայացուցիչ է, չէ՞։ Նիկոլ Փաշինյանը այդ իշխանությունից ազատվելուց հետո Նիկոլ Փաշինյանը ով է լինելու, որպես մարդ անձ, որպես ազգի պատկանելիություն, կրոնական պատկանելիության ներկայացուցիչի խոսքի, որպես իրական իսկական հայ, այդ կողմից որ նայենք, ով է լինելու։ Այդ ժամանակ արդեն ժողովուրդն էլ, հանրությունն էլ, օրենքն էլ, բոլոր այդ հիման վրա ինքը այդ ժամանակ կիմանա ինքը ով է։ Այսով թող բանան այնց ոգևորված այդ ի պաշտոնե արձագանքի հազարավոր մարդկանց, 100,000-ավոր մարդկանց իրավունքների մասին։ Թող չպարծենա ոչ մի բան, պարտությունով մարդը ոնց կարող է պարծենա։ Ոնց կարելի է այդ պարտությունը, որ թուրքը անվանում է իրեն հաղթանակը, պատմական թշնամին, մեր երկրի ղեկավարը համաձայնում է դրա հետ։ Ասում է այո, համաձայնում ես դրա հետ, գնա թուրքի հետ այդ իր տարածքում իր հետ ապրի։ Բանը դել որ ասում է կրոնը դել փոխելով, բայց դու ազգային կարևոր պատմական նշանակություն ունեցող հանգամանքներն ու սկզբունքներն դու ոնց կարաս, դու ով ես ազնական ինքնագլուխ որոշումներ կայացնես կամ էլ ինքնագլուխ բան անես, բառակապակցություն ներկայացնես հանրության մեջ։ Դրա մեջ ներգրաված է 10,000-ավոր զոհված հերոսներ, 10,000-ավոր առաջնորդներ, դրա հետ ներգրաված այն պապական հողոս, իմ հոր իմ մոր գերեզմանը, դրա մեջ ներգրաված է բոլոր այն կարևոր, որ ասում է նշանակալից են հանգամանքները, որ մենք հպարտանում ենք միջև քո գալը իշխանության, որ մենք դրանով ենք միշտ հպարտանում, որ Արցախ ազատագրելուց հետո ես հիշում եմ, որ տարբեր երկրներից եկած մեր հայ քաջորդիները, որ ասում է եկել են առաջ անգամ Արցախ, հենց պատերազմի ժամանակ են եկել այդ վրեժ խնդիրը լուծելու համար, հնարավորություն է ստեղծվել պատմական իրենց անցյալ պապերի վրեժը լուծելու համար ու իրենք հպարտությունով են դա արել ու հպարտանալով էլ դրանից հետո ասել ենք Արցախը մեր պատմության մեջ ազատագրումը փոխեց ամբողջովին մեր հայ ազգի վաղվա ապագան կամ վաղվա իր անելիքների հետ կապված։ Մենք Արցախ ազատագրելուց հետո մտածում էինք միշտ Նախճեվանի ազատագրելու հետ կապված, ոչ թե պատերազմով, չէ, էլի տենց իրավիճակներով, թե հանգամանքներով օգտվելով այդ իրավիճակից տարբեր որ ասում այս մեկը մյուս, այդ բոլորը դու ոնց ես միանձյա կամ էլ մի քանի հոգու հետ, մի խմբի հետ, որոնք իրենց անցած ճանապարհել չունեն, ոչ արած ունեն, ոչ ճանապարհել ունեն, այսօր առևտրի մթնոլորտի հիման վրա կամ էլ ինչ որ վախվխորած իրենց կերպարով հայի տեսակ չեք դուք, վախվխորած կերպարը դա հայի տեսակ չի։ Ես այսօր չեմ կարող հարմարվեմ իրենց մոտեցումներին, իրենց թեզերին, որ վերցնես մի երկու հատ հանգամանք էլ որ վերցնեմ դա բավարար է։ Ես չեմ ուզում ինձ պարտված ազգ զգամ։ Ես չեմ ուզում իմ բնորանս, իմ ծնողների, իմ հարազատների գերեզմանները դա առևտրի բան սարքեմ կամ էլ դրա հետ հարմարվեմ, այդ հիշողությունը բան անեմ, որ ասում եմ մոռանամ։ Ինչի վրա։ Եթե այդ մարդը տենց բան է տալիս, տենց թեզ է տալիս կամ տենց բան է ուղղությունն է մարդկանց փորձում հանրությանը բան անի, ես գիտեմ թե սրբություններ չունեն։ Ես գիտեմ թե իրենց համար առաջնի կարևորություն ունեցող մարդկային ազգային սկզբունքները չի, որովհետև պահվածքից դրսևորումից արդեն կարողանում ես մի քիչ մարդու կերպարը ձևակերպես։ Բացի ղեկավարելուց մարդեության մասին եմ խոսում։ Ամեն մի մարդ կապ չունի ինչ ազգության, եթե դու չես կարևորացնում քո ազգային պատկանելիությունը, քո կրոնական պատկանելիությունը, դու խնդիր ունես կամ առողջական, կամ խնդիր ունես ավելի վատ, որ ասում է բաների։ Դու դավաճանի կերպար ես, դու պատրաստ ես այսօր վաղը չի ամեն մի հանգամանքում քո ազգին դավաճանես սեփական ժողովրդի դու տանես, որ ասում է փորձարև։ Մենք էլ այսօր դրան ականատեսն ենք։ Ինչ է փոխվել։
Արցախ գորող մարդը, Արցախ Հայաստանա ու վերջ։ Պատերազմի ժամանակ հաղթելու են, կռվեք միջև վերջ։ Հասարակությունը լսում առաջնորդին, չէ՞։ Գնում է կռվում, գնում է զոհաբերում, հանուն այդ բարերին, հանուն այդ գաղափարին, հանուն այդ կարևոր ունեցող բաներին, չէ՞, որ ասում է, հա։ Դրանից հետո դու այդ մարդկանց ասում ես հանուն ոչնչի։ Դու այդ մարդկանց անվանում ես, որ դա մենք սխալ ենք արել։ Ներողություն ես խնդրում։ Հաջորդ պարագայում գալիս ես մի հատ բանում էլի նույն նմանատիպ կարևոր ունեցող հարցի մեջ, էլի որ քո մեղավորության հիման վրա ներողություն ես խնդրում, աչ ու ձախ ներողություն ես խնդրում։ Տղամարդ մարդ ես, ի պաշտոնե հանեք։ Ես իմ ամբողջ կյանքում կամ էլ ամեն մի նորմալ առողջ տրամաբանող տղամարդ մարդ իր կյանքի ընթացքում միշտ ձգտում ենք, որ Աստված ոչ անի ինչ որ մի հատ սխալ թույլ տանք, որ դրա համար ներողություն խնդրենք։ Ու ձգտում եք, որ շատ քիչ ընդհանրապես ներողության հասկացողությունը ամեն բան չլինի։ Այս մարդը առավոտից իրիկոն, այս որ այս վերջի քարոզարշավի բանով աչուծախ գնում է մարդկանց հետ բանելու, մարդիկ ինչ դեմ են տալիս, ինչ քննադատում են, ինչ որ բաների հետ կապված։ Եթե դա իր հետ կապված է, իր մեղքով կամ իր բանով, այդ մարդը ներողություն է խնդրում։ Ասում է կներեք, ասեմ ինչի համար, որովհետև անպատիժ է մնացել։ Ներողությունը խնդրում է, որովհետև անպատժությունը արդարացնում է ներողություն բառով, բայց չէ եղբայր, տես չի լինում։ Նմանատիպ հարցերի համար դու պիտի պատասխան տաս։ Եթե եղել ես դու գլխավոր հրամանատարն ես, գլխավոր ես իմ ղեկավարն ես, որ ասում ես որոշողը ես եմ այդ հրամանը տվել, ես եմ այդ պայմանում այդ ձևի որոշում կայացրել, որ ահագին տենց նմանատիպ դավաճանական որոշումների հիման վրա մենք հետո դրան ականատես եղանք կամ բացահայտվեց, չէ, հետո, բա դու սկզբից խի չէիր խոսում այդ թեզերով։ Գալիս է իր իշխանության, դու օգտագործեիր այն բառերը, որ դու մարդ կերպար ես քեզանից ներկայացնում, դու չէիր ընտրվիր, քեզով ընդուներ, բայց դու խոսում էիր մարդկանց ցավալի այն բաների նրբություններ ունեցող այդ հանգամանքների մասին, որ դու գիտես, որ ազգը ժողովուրդը դրանով հպարտանում է։ Արցախից էիր խոսում, որովհետև Արցախով սաղ ազգն էր հպարտանում։ Ամբողջովին հպարտանում էինք։ Արցախի ժողովրդի իրավունքների ինքնորոշված անկախության մասին էիր խոսում, որովհետև ամբողջը բոլորը ուրախանում էին դրան։ Բայց դու դառավ, որ հիմի, եթե դու դրան հակասում ես, եթե դու դրան դեմ ես գնում, ուրեմն դու սկզբնական հենց դրա համար էլ եկել ես իշխանությանը, քեզ բերել են իշխանության, որովհետև դու չէիր էլ կա իշխանությանը, դու այն անձը չես, որ գաս իշխանությունը, քեզ բերել են։ Այդ հարցերի պատասխանները այսօրվա այս պարտության հետ կապված այդ հանձնաժողովի դեղ ահագին այդ պատասխանները կա, որտեղ փայ ունեցող իրենց այդ պարտականությունն է, պարտավորություններն է, իրենք դա վաճառել են, իրենք դա դավաճանել են, որպես ղեկավարներ, որպես պատասխանատուներ։ Պարոն Իսրայելյան, հենց այս միջադեպից հետո էր ժամեր չանցած հանրային ճնշման ներքո Փաշինյանը էլի ներողություն խնդրեց եւ արցախցի կնոջը նույնիսկ հրավիրեց կառավարությունը այնտեղ ներողություն խնդրելու։ Ձեր գնահատմամբ արդյոք Փաշինյանի այս ներողությունը անկեղծ էր, հաշվի առնելով, որ մի կողմից Փաշինյանը ներողություն է խնդրում, մյուս կողմից իշխանական լրատվականներն ու իշխանության համակիրները լծվել են այդ կնոջը թիրախավորելու գործին։ Դե նայեք, զուգահեռ տես ինչ է կատարվում, չէ՞։ Երկրի ղեկավարը ներողություն էր խնդրում, ուրեմն բոլորի համար դա պիտի ընդունելի լինի, չէ՞։ Բայց զուգահեռ գնում աշխատանքներ, խոսքի ձեր ասած այդ ներկայացուցիչների իշխանաթև քննադատության կամ էլ ինչ որ բանիկոլ, դու ասում ես, եթե մեկը իմ ասածին համաձայն չի կամ իմ որոշման համաձայն չի, ինքը այդ օրը չի աշխատի, կամ էլ ինքը այդ օրը այդ օրվանից էլ կազատվի աշխատանքից։ Բայց պարագաներում, որ մարդու իրավունքներից բռնած, ինքնասիրության հետ կապված, մարդու, որ ասում եմ, մարդկային սկզբունքների հետ կապված, դու ներողություն ես խնդրում, դա շատ լուրջ ներողություն է, եթե ընդունում ես։ Ու զուգահեռ sense բաներ է գնում, այ կեղծությունը սրա մեջ է։ Սրանց խաղերը դրա մեջ է։ Ու բոլոր հարցերի նմանատիպ պահվածքը իրանք տենց են դրսևորում։ Իրենց պարտությունը, իրենց թույլ լինելը, անձ ղեկավար լինելը, իրենք այդ ձևի իրենց պետք էլ չի սրանց քննադատել։ Պետք էլ չի, իրենք իրենց ձեռով, իրենք իրենց պահվածքով ամեն ձևի ամեն հարցի լուծման պատասխանը կամ էլ կերպարը բանով իրենք տալիս են։ Հիմա այսօր իրեն այդ որ ներողությունը ասում եմ, այդ ներողություն բառը որը շատ է օգտագործում, ես այս քանի օրը դրա վրա անդրադարձել եմ լրիվ ուրիշ ձևի։ Քո մեղքով որոշումների փայ մեղքը տունես, եթե դու ինչ որ բան ես անում, ամենամեծ փայ մեղքը, որովհետև դեղ ինքը միշտ ասում եմ, մեղավոր եմ համար մեկը չեմ։
կընդունենք այն ժամանակ, երբ ամեն ինչ կպարզվի, բայց այսօրվա պարագայում քեզ ունես մեծ փայի մեղք, այդ փայ մեղքիդ հիման վրա ահագին ժողովուրդ են տուժվել, ահագին մարդիկ են զոհ բերել իրենց, ու վերջում էլ բանը Արցախահայությունը այդ հայաթափում Արցախի հետ կործանումը, որ այսօր դու հակասում ես, որ ես մեկը, դրանով էլ ես արդարացնում, որ դու կողմ ես եղել, որ Արցախը հայաթափվի, Արցախը Ադրբեջանի մաս դառնա, այս մեկը մյուսը։ Ներողություն խնդրի այդ դրա համար։ Գնա։ Այն բառն էլ որ ակտորձում եմ ռադդ քաշի, դա տենց էմոցիոնալ բանով է, բայց ավելի բամբարեր, ավելի մեջներս լցրել է։ Այս ցավի վրա որ դու խաղ ես խաղում էլի նորից շարունակում ես, այս մարդկանց այս իրավիճակում հայտնված, եթե դու դրանց վրա էլի խաղ ես խաղում, առևտրի կամ մանիպուլյացիաների կամ նախընտրական քարոզարշավի, դուք նման տիպ մարդիկ իրավունք չունեն լինել ազգի ինչ որ ղեկավար կամ էս մեկը մյուս։ Դա ես չեմ ասում, միշտ ասում եմ, ժողովրդին չեմ ասում, որ ինչ որ բան արտնացնելու համար։ Ամեն մեկիս է վերաբերում։ Այն խոսքը, որ ասում այն աղջկան այն երեխուն, դա բոլորին է վերաբերում։ Հայ ժողովրդին է վերաբերում, բոլորին, որովհետև այդ պարագայում ուրիշ կհայտնվեր, չէ՞։ Ցեղասպանությունից 15 թվի ցեղասպանությունից փրկված մարդ, որ այսօր Արարատին է նայում, ոգևորվում է ու միշտ Արարատը։ Ինքն ասում Արարատը չպիտի լինի։ Ձեզ էլ է քննադատում։ Բաքվի ջարդերից այդ ժողովուրդը տեղահանված, Սումգայիթի ջարդերից, ուրիշ մուրոք հեռանում, ջերմուկի։ Ճնշումը չլիներ, ներողություն կխնդրեր, ինչ եք կարծում։ Չէ, ես գիտեմ թե ոչ, որովհետև եթե դուք նկատել եք, միչև այդ մի քանի ժամվա տարբերությունով հակասեց, որ ես տենց բան չեմ ասել, ու չէր կարող լինի ես որ տենց բան ասեի։ Դուք պատկերացնում եք, հետո դա ինքան անվանելով, որ ես էմոցիաների բանի տակ, լսի, դու էմոցիաների տակ Արցախը ես ազնել։ Դու էմոցիաների տակ Արցախը ճանաչել ես Ադրբեջանի տարածքային ամբողջություն, դու էմոցիաների տակ ինչ որ լուրջ կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներում գնացել ես ազգի դեմ, գնացել ես ազգիդ, որ ասում զոհաբերել, էտա քո էմոցիաները, դու գնա բուժվի։ Իսկ ինչու չի կարողանում այլևս զսպել իր էմոցիաները, որտեղ այս իրենց ներքին քարոզարշավի ընթացքում սա միակ դեպքը չէ, որ ինքը վեճ է բռնում քաղաքացիների հետ, բղավում է մարդկանց վրա, զուտ այն պատճառով, որ իր կարծիքի հետ համաձայն չեն։ Ինչու չի կարողանում։ Ես սրանից մի քանի օր առաջ իմ Facebook-յան էջում կամ տարբեր ուղերձներում ես իրանց պահվածքը անվանել եմ պարտված իշխանություն, պարտված մեռած իշխանություն։ Եթե այն մարդը այսօր ընկել է փողոցները, մարդկանց ինչ որ բան է ուզում բացատրի, համոզի կամ էլ հակասելու այս բանորը, խնդիրը ժողովրդի հանրության մեջ չի, խնդիրը իրենց մեջ է։ Իրենք տեսնում են իրենց պարտությունը, իրենք տեսնում են իրենց, որ ասում եմ, ոչ անպիտանի արդեն հանրության մեջ լինելը։ Դա էլ ունի իր բաները, չէ՞, ինչի հիման վրա եկել հասունացել, որ դարել այդ։ Իրենք լուրջ խնդիր ունեն վերընտրվելու համար։ Ես ինչի համար եմ ասում, ընդդիմադիր դաշտին, ունեք բոլոր հնարավորությունները, այսօրվա իրավիճակում այս մարդկանց, այս խմբին, այս ղեկավարներին չթողնելու վերընտրվելու խոսքի այդ բանը։ Այս առիթները բոլորը կա։ Սա պատերազմ է։ Այս մենք հիմի արդեն պատերազմի մեջ ենք։ Սա մեր պատերազմը ինչի համար, որովհետև սրանից է վաղվա մեր ապագան որոշվելու։ Ազգային մեր նշանակություն ունեցող պատկանելություն ունեցող վաղ ապագան որոշվելու է։ Այս պատերազմում, եթե մենք չհաղթեցինք ընտրությունների, վաղվա օրը հայի կերպարը փոխվելու է։ Եթե մենք միջև օրս եղել եք հզոր ազգ, եթե մենք միջև օրս մեզ խոսքի այդ օրակարգով բանով առաջնորդվել եք այդ սկզբունքներով, օրինակներ բերելով պատմությունից, կարդալով, ուսումնասիրելով, ինչ իրավիճակում հայտնվելուց ոնց ենք նորից էլ վերացնվել, ազգային այս մեր հազարամյա պատմությունը ոնց է գոյատևել, ինչ հանգամանքներով, ինչ տղոտ շնորհիվ, ինչ առաջնորդների շնորհիվ, չէ, դա փոխվելու է։ Եթե մենք ընտրում ենք սրան, ուրեմն մենք հայի կերպարը փոխվում է վախկոտ, պարտված, նվաստացած, ամենավատ բանը մարդկային սկզբունքներ ունեցող, մարդկության հիմքեր ունեցող, բոլորը փոխվում է։ Մեզ ուրիշ աչքով է աշխարհը նայելու, մեզ ուրիշ լեզվով են դիմելու, ու ընդհանուր մեզ հետագայում խնդիրները ունենալու ենք որպես ազգ այդ արդեն այդ բանի այդ շրջանակում։ Դրա համար մենք այսօր ունենք ամեն մեկս հայ լինելով, ունենք մեր ընտրությունը։ Ինձ չպիտի մեկը գա ուղղորդի, չպիտի մեկը գա ինձ ուղղություն ցույց տա կամ պատմի, այստեղ մենք հայ լինելու խնդիր ունենք։
կերպարի հետ կապված։ Ես դրա այդ հանքային ստիպում, ես որ ամենօրյա ռեժիմով դուրս եմ գալիս, շփվում եմ հարցերի հետ կապված, բողոքների հետ կապված, ես չեմ ուզում ինձ զգամ մայր հողում նվաստացած։ Մայր հողում դուք պատկերացնում եք նվաստացած, կամ էլ պարտված, կամ էլ եթե միջև այս օրը մենք ուսումնասիրելով կամ ականատես լինելով պատմական թշնամու վերաբերմունքը մեր ազգի նկատմամբ ինչն է փոխվել։ Ավելի մեծացել է ծաղրա բանը, որ ասում այդ բարակապակցությունը ծաղրելու, ավելի մեծ բանով են ախորժակով են մեր ազգի, մեր տարածքային ամբողջության հետ արդեն խոսում, իրանց ախորժակի հետ կապված, ինչի իման, որովհետեւ sense ղեկավար ունենք, առիթ ով է տվել, իրենք են տվել։ Այդ առիթը որ տվել են, ես նորից եմ ասում, սրանք իրանց էությունը ոչ մի ուղղության վրա չեն արդարացրել, ոչ ազգային սկզբունքներով, ոչ տղամարդ լինելուց, ոչ ինչ-որ առաջնային լինելուց, ոչ մի պարագայում սրանք իրենց չեն դրսևորել, այսօր որ կարողանան մարդկանց աչք կողեն, ասեն, տոպա այս մեկը դրա համար, որ ասում եք դուրս են գալիս, դա իրենց մտավախություններն է, ու այդ մտավախությունները գիտեք ոնց է, մարդ որ մի հանցագործություն է իրականացնում, կամ էլ ինչ-որ նենց անմարդկային բաներ է իրականացում, սկզբնական շրջանում ինքը չի գիտակցում դրա պատասխանատվության բանը ոնց է լինելու, խոսքի պատիժը ոնց է լինելու, ժամանակի ընթացքում գիտակցության մեջ գալիս է այն հասկացողությունը, որ ինքը արդեն հասկանում է ինչ են արել, ու դրանից խուսափել չի լինելու, այդ ձեր ասած այդ ագրեսիան է, ձեր ասած այդ բաները, դա է ստիպում մարդու իր պահվածքը փոխելու, միանգամից հարձակվի, միանգամից մարդկանց բերանը փակի, միանգամից ստիպի, միանգամից մատ թափ տա, բայց դա ի պաշտոնի շնորհիվ, որ կողքին կա այդ բաները, որ ասում է ոստիկանությունն է, այս մեկը նա մենակով գնա մինտեղ մեկի մատ թափ տա։ Իսկ այս Այն էլ Արցախցուն ինքը Նիկոլ Փաշինյանը Արցախցուն գնա մենակով միտե մատ թափ տա, դուք ինչ եք խոսում։ Այս նմանատիպ միջադեպեր ինչպես կարող են անդրադառնալ հանրության վստահության, իշխանության նկատմամբ առաջիկա ընտրությունների ու դրանց արդյունքների վրա։ Այսինքն վարկանիշի առումով Ես ասեմ արդեն վարկանիշը միջև էս մի բան է, այս միջադեպը, վարկանիշը իրենց արդեն 0-ական է եղել։ Այն ավտոբուսը, որ նստում են արդեն այն օր առաջ օրվանից, որ սկսել են արդեն մանգալը, ֆռալը բանում, տարածքներ, գյուղերում բանում, այդ վարկանիշի ցածր բանի հիման վրա է։ Նիկոլ Փաշինյանը իր խմբով 7 տարի է իշխանության գլուխ է, չէ՞։ Կարող է նորա ուզում դառնա, ինչ կարիք կա, դուրս գաս հիմի ժողովրդի ժողովուրդ հետ շփվել։ 7 տարի ժողովուրդ քեզ ճանաչում է։ Քեզ ինչ խնդիր ունես, դուրս գաս գնաս ֆռար, չէ՞։ Բոլորն էլ ճանաչում են։ Եթե հարած ունենայիր, եթե քեզ խնդիր չունենայիր, չէ՞։ Դու չէիր գնա։ 7 տարի ճանաչում գալիս ես նույն բաներ մարդկանց ասում ես։ Մենք սենց ենք արել, մենք սենց բոլորը գիտեն դրա մասը խի ես գնում բացատրելու ասելու։ Խնդիր ունես, չէ՞ ուրեմն վտանգ ես, չէ՞ տենում դու այդ պարտության։ Նոր եկողները նորեն որ ասում մարդիկ որ ուզում են քաղաքացիություն մտնեն վարչապետի տեխնացուն, դրանք հասկանալի է, քարոզարշավություն ի հայմատաբար սրանց ասում են մենք սենց ենք անելու, մենք սենց ենք անելու, էս ենք դուք ինչ խնդիր ունեք։ 7 տարի է բոլորը ձեզ ճանաչում են, ձեր արածն էլ տեսնում են, ձեր բերածաղետն են տեսնում, ձեր բոլորը մենք փոքր երկիր ամեն ինչ քեզ ի՞նչն է ստիպում, ձեզ ի՞նչն է ստիպում նստեք ավտոբուս, այն էլ ինչ իրավիճակում մի հատ ուրախ ավտոբուսով գնում են, ավտոբուսից դուրս են գալիս տխուր մթնոլորտ է։ Ես չեմ տեսել այդ ավտոբուսից որ դուրս գան, այս ուրախության մթնոլորտը շարունակվի այն ասма տարածքում։ Այս ինչ ուրախության առիթ է։ Էս ուրեմն բան է, չէ՞, ձևական, ցուցադրական այդ որ ասма բաներ է, չէ՞, որ դա սա սուտ է։ Ես ասեմ, գիտեք ինչի վրա, սրանց վրա աշխատող տեխնոլոգները կործանվել են, որովհետև տեխնոլոգները երևի ուրիշ երկրների կենտրոնից են, դրա համար մեր հայի բանը լավ չեն ուսումնասիրել, չգիտեն հայը ինչ տեսակ է, ինչ չաշխատեց։ Իրենք էլ զգացին, որ չաշխատեց։ Դրանից էլ վրթովում է, էլի է վրթովում։ Մենք ունենք կարծում կգտնվեն արցախցիներ, ովքեր կգնան ու հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանի օգտին կքվեարկեն։ Ասեմ 7-10, մի 12 հոգի կարող է։ Այդ հայմատաբար ինչի համար է վիրավորական քանակն եմ ասում, որովհետև Արցախայության մեջ էլ կան այն սրիկաները, այն ծախված պատոնոկները, որ Արցախը կործանուլուց հետո Այն նույն մարդը ինձ նման, որ իր հոր մորը գերեզմանը մնացել է դե, այսօր եկած դա վաճառել է ինքը, դա սարքել է փողի, որ ասում է շահի բան։ Բայց դե որ միշտ էլ որ այդ բառը ասում է, գյուղ չկա շուն չլինի։ Դե հիմի էլ դա էլ մեր շներն են, ինչ անեք հիմի։ Բայց Արցախայության
մեջ եթե լինի էլ նմանատիպ մարդիկ, դրանք հավասար են նույն ճակատագրին, նույն այդ բաներին դատապարտությանը, ոնց որ մենք խոսքի քննադատում ենք մեր նմանատիպ պահվածքի կամ էլ էս մեկը մյուսը, ոչ մեկին արդարացում չունի, չի ունենալու։ Ես գիտեմ ներկայ իշխանությունը, որ առավոտից իրոք խոսում է, մենք չենք Արցախը տվել, Արցախը էս մեկ եկա, ես նորից եմ ասում, պատասխանատուն դուք եք եղել, այդ ժամանակահատվածում ձեր օրոք տված են խոստումները չեք իրականացրել, այն ուղղությունները այդ հարցի լուծման ձեր զրոկետից բերել է Արցախի կործանումը, Արցախի գլխին ողբերգությունը։ Դուք ձեր պատասխանը տվեք, այդ պատասխանը տված ընթացքում պարզաբանեք ել ովքեր են եղել մեղավոր։ Տղա եք հարեք, եթե իրոք դուք մեղավոր չեք, եթե ես մեղավոր չունեմ, ես կճղեի ինձ մեջից։ Պատասխան ճարելու համար, չէ, որ դա խոսքի վրա մենակ խոսելու վրա չլինի, արեք, օրենքն է ձեր ձեռը, հնարավորությունն է ձեր ձեռը, բոլոր միջոցներն էլ ձեր ձեռն է, բացահայտեք, բայց որ չեք բացահայտում, նույն էլ այդ բանի հետ կապված այդ ստեղծած այդ հանձնաժողովի հետ կապված, ուրեմն խնդիրը ձեր մեջ է, ուրեմն իրոք դավաճանության դեղ բաներ կա, դուք էլ միջև ընտրությունները չեք ուզում դա անեք, որ էլի ժողովրդին փորձեք մի հատ էլ նոր թեզով խաղաղություն սկզբից, հետո մեկ էլ պատերազմի վախցնելով կամ պատերազմի, որ մարդկանց ասում են, որ մեզ չընտրեք, պատերազմ է լինելու, եթե մենք չլինենք պատերազմ է լինելու, կամ էլ էս մեկը մյուսը, լսեք, դուք ուղեղի բանի խնդիր չունեք, ինչ տղերք են զոհաբերել իրենց, նրանք եղել են ոչ թե ասելով, այլ գործով են ցույց տվել։ Ինչ պատերազմի մասին է խոսքը գնում, որ պատերազմի, Արցախը ասում ես տվել ենք, անկախություն ենք ձեռք բերել, չէ, Արցախը ասում ես քո խոսքերն, Արցախը ասում ես տվել ենք, անկախություն ենք ձեռք բերել, այսօր ինչ վտանգ կա այդ անկախության վրա հետ կապված, ուրեմն սուտ ես չէ ասել, խաղաղության թեզնել էր չէ սուտ, այս բանի, այս ընտրությունների բանի հետ կապված է, ուրեմն դա թուրքացման ծրագրի հետ համագործակցման աջակցություն է։ Եթե դու խփում ես պատմական, ազգային, կարևոր նշանակություն ունեցող այդ հարցերին, դու ինքդ ես խփում երկրի ղեկավար լինելով, համար մեկ մեր համար թշնամին ուրեմն դու ես, որովհետև թշնամին մեզ միշտ սպառնում է այս սկզբունքների վրա։ Այս ազգային սկզբունքների մեր թշնամին է սպառում։ Եթե դու էլ ես սպառնում, ուրեմն դու մեր համար մեկ թշնամին ես, որովհետև ներքին թշնամուն որ չունենանք, արտաքին թշնամու հետ մենք ամեն հարցի լուծում պատասխանել կստանանք, որովհետև մի ուղղության վրա ազգովի կաշխատենք, մի ուղղության վրա կպայքարենք։ Դրա համար այդ առիթները, որ այսօր տալիս են, իրենք են տալիս։ Պարոն Իսրայելյան, Նիկոլ Փաշինյանը վերջերս խոստովանեց, որ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին իր ցուցումով են ազատել աշխատանքից, քանի որ համարձակվել է, այսպես ասած, ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի պատմության մասին գիրք նվիրել։ Ձեր կարծիքով ինչու է Արցախը, Հայաստանը եւ վերջ բղավող Փաշինյան այսօր այդչափ վախենում նույնիսկ Արցախ բառից։ Հանցագործ համար մեկն է ուրեմն։ Եթե վախում է մարդ հարցից, ուրեմն հանցագործությունը իր ձեռով է մատուցած եղել։ Ես միշտ ասում էի, Ալիևը Արցախին չէր կարա տիրապետել, եթե չհամագործակցեր այս նմանատիպ ղեկավարների հետ։ Ալիևը չէր կարող Արցախին տիրապետել, եթե մենք ազգի մեջ դավաճան չունենայինք, եթե այն հարցերը գնում է այդ նմանատիպ մոտեցումների կամ որոշումների կամ այդ գաղափարների շուրջ, մեկ նորից եմ ասում, մեր կյանքը ոնց որ մեր նախնիներն են զոհաբերել հանուն դրան, մեկն էլ ես ու ինձ նմանները պատրաստ ենք կրկնապատիկ զոհաբերելու, շարունակելու, բայց հանուն հայ մնալու, հանուն հայ արժեքները վեր պահելու համար, հանուն մեր ապագա սերունդը, մեր երեխեքը, որ հպարտ մանգան, հպարտանան դրանով, մենք պատերազմ բերող չենք, մենք պայքարել ենք միշտ, մենք միշտ թշնամին է հարձակվել մեր վրա, մենք որ պատմության մեջ ենք մենք հարձակվել կամ էլ ինչ-որ տարածքնել, գրավել կամ էլ էս մեկը մյուսը, մեզ վրա հարձակվել են, եկել են մեր դռներից ծեծել են թշնամին, պատմական թշնամու մասին եմ ասում, մենք էլ հանուն մեր ընտանիքի երեխուկը հող ու ջրի համար դուրս ենք եկել դիմադրել ենք, բայց դիմադրելուց հետո պիտի ջախջախես, չէ, թշնամուն, որ ախորժակը փակես։ Այս
բաներով ենք մենք միշտ առաջնորդել։ Հիմա այսօրվա պարագայում սրանց նոր Հայաստանի պատմություն, նոր հայի բանու ձևակերպում, նոր ապրելակերպումը կամ այս մեկը մյուս դա ազգության հետ կապ չունի։ Սրանք ուզում են ազգությունից փոխեն մարդ բանով։ Խոսքի կուշտ կերեք, լավ փող աշխատեք, այս մեկը մյուսը։ Դա ազգային պատկանելություն չունեցող բան է, թեզ է, մոտեցումներ է։ Դրա համար այսօր այդ վախը, որ դրանց մեջ կա, բայց ես ասում եմ, այդ վախը, որ դրանց մեջ կա, վախը ինչից է առաջանում մարդու մեջ։ Ինչ որ մի բան, որ լուրջ կամ անբարոյական բան է արել, կամ հանցագործության մասնակից է, կամ էլ վատ բանի հետ կապված չէ, վախը դրանից է բանանում։ Այդ վախը Ալիևը բռնել է։ Այդ վախը, որ սրանց մեջ բռնել է Ալիևը, ուրեմն Ալիևի այն ամենօրյա ռեժիմով այդ մարտահրավերներն է պետական մակարդակի ներկայացուցիչներին էլ անվանում, կալխոզի նախագահ կամ այս մեկ վիրավորելով բանը, միջև էլ որ են խմող մարդու բաներ անվանում իրան, այս նույն ղեկավարին, էլի, հա, հարբեցող, ծաղրացու։ Հիմա արցախցու երեխու վրա էս բանանում արա։ Քեզ անվանում է, որ գնում ես հետը պայմանավորվելու բան, կամ էլ ինչ որ խաղաղություն ես ասում, այս մեկը մյուսը, այն մարդու հետ, որ քեզ անվանում է հարբեցող, ծաղրացու կամ էլ այս մեկը մյուսը։ Դու ետում եք ուզում խափեք։ Դուք Թուրքին երևի կամ չեք ճանաչում, բայց մեկ լավ գիտենք Թուրքը ով է։ Թուրքը ձեզ նմաններին կարա օգտագործի, թուրքը ձեզ նմաններին կարա իր ձեռով էլ, ես ասեմ, թուրքի ձեռով էլ սրանք բան են անելու, իրենց որ ասма ճակատագիրը առաջնային, որովհետև սրանք թուրքերի հետ ավելի մեծ պայմանավորվածություն են, քան իր ազգի, իր ժողովրդի հետ կապված հարցերի կարևոր խնդիրների լուծման համար։ Սրանք այսօրվա վերընտրվել, որ դրել են ճակատագրական, ինչի համար, սրանց ճակատագրական հարց է այսօր, որ դրել են այդ աստիճանի, ստրատակ գիտեք ինչեր կա։ Սա ամեն ինչի կասկածանքի տակ է տնում։ Դե հիմա մեկ էլ ասում եք, սա էլ մեր համար է, հանրությունը, ժողովուրդը, ազգը, ասում է, սա էլ մեր համար է ճակատագրական։ Հիմա այս պատերազմը, որ ես անվանում եմ այս գալիք ընտրությունների պատերազմով, եթե մենք հաղթեցինք, նորից եմ ասում, մենք 100-ամյա տարիներ բավարարելու ենք սկսելու ենք վերագրել նորից էլի մեր հաղթանակները։ Եթե պարտվեցինք, Աստված ոչ անի, ու չեմ էլ հավատում, որ ինչ որ բան լինելու է, որովհետև ես իմ ազգի վերածնունդի, որ վերջի ժամանակներն էլ ուսումնասիրելով տարբեր տեղեր գտնելու, ես տենում եմ, որ մարդիկ արդեն իրական իրենց մտքերն են ձևակերպում, ներկայացնում, դա կախված իրենց երեխոց ընտանիքների ապագայի, իրենց, որ ասում եմ, վաղվա այդ նորմալ բաների հետ կապված, այդ վտանգները բոլորը տեսնում են։ Ես գիտեմ, թե այս ընթացքում եք այս պատերազմում պիտի հաղթող դուրս գաք։ Այն պատերազմով, որ մեզ վախեցնում են, սա ավելի սարսափելի պատերազմ է, քան որ մեզ ինչ որ թշնամու կողմից կարող է սպասենք իր հարձակման։ Թշնամին մի նշտել ուզում էր հարձակվել։ Թշնամին ամեն րոպե 30 տարվա ընթացքում միջև սրանց իշխանության գալը։ Ալիևը միշտ մտածում էր հարձակման մասին, խոսքի։ Բայց դեղ կային այն հանգամանքները, այն պայմանավորվածությունը, այն ուժերը կամ այն ներկայացուցիչները, որ իր պարտության ժամանակ տեղափոխել են այդ հարթակը արդեն դիվանագիտական բանով։ Սրանց գալով սա նորից տեղափոխվեց պատերազմի դաշտ։ Ալիևը իր բարերով, եթե դուք տեղյակ եք, 30 տարի ինքը ասում է, մենք զգացել ենք մեկ պարտված։ Դուք պատկերացնում եք այն Ալիևը, որ սրա օրոք Արցախին եկավ, որ ասում է, բան արեց, ինքը 30 տարի իրան անվանում է պարտված, անվանել է իրան պարտված։ Բայց ում շնորհիվ է ինքը իրան պարտված զգում, որ չի կարողացել հաղթի թե մարտի դաշտում, թե դիվանագիտական հարթակներում, չէ։ Այսօր քո պարագայում դու պարտված ես։ Ինչի համար, որովհետև նա կարողանում է քեզ մատ թափ տա, ասի, որ քեզ ես պարտվածի բանում եմ, բայց դու ես պարտվել ոչ թե ժողովուրդը քո, ոչ թե հանրությունը քո։ Դու հիմա այսօր այդ պարտվածությունը ուզում ես մեր վզին բան սարքես, որ միշտ որ ասում այդ բանի տակ մենք ապրենք, ձեր պարտությունը ժողովրդի վզին գցես, պիտակավորս 100 տարի մեր, որ միշտ պարտված մեզ զգան կամ էս մեկը մյուսը, անթույլատրելի բաներ է։ Ես գիտեք այս հնարավորության հիման վրա, որ նախընտրական այս ժամանակներն էլ գա մոտիկանում ավելի, ես ինդիմադիր դաշտի ներկայացուցիչներն էլ եմ ուզում բան անեմ։ Սրա հաղթանակը չի լինելու իր հաղթանակը ընտրությունների, լինելու է ինդիմության պարտությունը։ Ձեր պարտության հիման վրա սա հաղթանակ է տանելու։ Սրան չունի ոչ մի հնարավորություն հաղթելու։ Դրա համար ինդիմադիր դաշտում ներգրավված այն անձերն է, այն կուսակցություններն է, այն ղեկավարներն է պատասխանատու, որ իրենց տեխնացուներով բանով
Ես բոլորին խնդրում եմ, ոչ թե հորդորում եմ որպես հայ, որպես արցախցի, ես բոլորին խնդրում եմ շատ մեծ պատասխանատվությունով այս իրավիճակին շատ ճիշտ որոշումներ կայացրեք, պատասխանատու որոշումներ, աթոռ զբաղեցնել պետության գլուխ գալը հարցի լուծում չի լինելու։ Դա կապված է ով է գալու։ Հարցը հիմից դրա մեջ է։ Մենք ուզում ենք տենանք այն ղեկավարը, մենք ուզում ենք տենանք այն ներկայացուցիչը, որ ես չգամ արդեն ստեղ քննադատելու, այլ հապարտանալու, որ ես չգամ ստեղ արդեն ինչ որ մտավախությունով, այլ ես խոսքի իմ աջակցությունից, իմ առաջարկներս, որ ասում եմ, ուրախանալու առիթ։ Գիտեք, ես այն օր միացած մի երկու րոպե բան արեցի, իսկ քանի տարիներ արդեն մենք ուրախության առիթ չունենք։ Մենք չենք ծիծաղում։ Մենք չենք ոգևորվում։ Ուրախության առիթների ժամանակ էլ չենք կարող այդ ուրախությունը մի ձևի հերիքա, չենք ուզում արդեն։ Այդ հպարտանալի առիթը մեզ կտա թե ուրախության առիթ, թե բոլորը որ ասում եմ մնացած հարցերի լուծումների գոնե վաղվա օրը մենք կարանք տեսնենք։ Այսօր չկա դա, դրա համար մենք վտավող ենք, դրա համար ամեն մի հայ պիտի ներգրաված լինի այս process-ների ժամանակ։ Ընտրություններն, թե միջև ընտրություններն այս կարևոր հարցերի լուծումները պիտի ստանանք։ Այս վերքը, այս որ այս օպոխոլը պիտի մենք բան անենք, մեր ազգից հանենք, կտրենք հանենք։ Սա մեր արժանապատվության, սա մեր մասին չի։ Պարոն Իսրայելյան, եւ ամփոփելով զրույցը, Ալեն Սիմոնյանը նախորդային ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ինքը ներողություն տժում է ընդդիմության վրա։ Նախ ձեր գնահատմամբ որքանով է սա հարիր երկրի երկրորդ դեմքին որպես այս բառապաշարը եւ ձեր գնահատմամբ արդյոք այսօր այսպես տժալու իրավիճակում ընդդիմությունն է թե իշխանությունը։ Ալեն Սիմոնյանի տժալը ես երկու բառով ասեմ, որ Ալեն Սիմոնյանը նույնպես ոնց որ մնացածը մնացել են անպատիժ։ Մարդը, եթե իր կյանքում ինչ որ process-ների ժամանակ իր պատասխանատվության օրոք ուրիշները դրանից դժվում են կամ ուրիշների վրա ողբերգություն է գալիս, այդ տժալի բառը, ես այստեղ ասենց որ ասում հանրային ձևով ասեմ Ալեն Սիմոնյանին, քո վրա թանկանստելու, այդ բառը դաժե օգտագործելուց, թանկանստելու դա ոչ թե իմ այս բառի իմաստով անձնական ինչ որ խնդիրի հետ կապված չէ, դու իրավունք չունես տժժաս, մինչև քո ժողովուրդը այս ծանր իրավիճակում, այս ողբերգությունից, այս որ ասում փառկված, այս իրավիճակում հայտնված, որ չգան ինչ որ ժամանակում հասնեն մի հատ բանել, որ այդ տժալը պիտի արդյունք ունենա, որ տժաս։ Դուք հալային հարցերը, այն ողբերգության, այն գործանման, այն լուծարման, այն ամեն գործողություններին հալա դուք պատասխան կտաք, կգա այդ ժամանակը, դեղ արդեն առանց ասել էլ կերևա ով է տժում, ով է դե բերանս բան չանեմ էլի որ ասում են արիտ չտան։ Շնորհակալ եմ պարոն Իսրայելյան զրույցի համար։ Շնորհակալություն։ Իմ հյուրն էր Արցախի վերածնունդ շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը։ Կհանդիպենք։